Շարունակելով իր հովաբեդական այցելությունը Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմեն ներս, նորին սուրբոզություն դեր Արամ առաջին Գաթոեգոսը գիրագի 26 հոկտեմբեր 2025-ին Էնսինոյի սրբոց նահատակած եկեղեցվո մեջ նախագահեց Սուրբ Եվանմա բադարակին եւ իր հայրաբեդական պատկամը ուղեց հավատացյալ ժողովրդին։ Սուրբ բադարակը մատուցեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ դեր Պապկեն arczepiskopos Չարյան, ներկայությամբ Գերաշնորհ դեր Քեղամ arczepiskopos Խաչերյանի, արևմտյան թեմի առաջնորդին եւ մասնակցությամբ հոգեվորականած 10։ Բադարակին ընթացքին կատարվեցավ հայրաբեդական մաղթանք նվիրված Արամ առաջին վեհապար հայրաբեդին քահագալության 30-ամյակին։ Հայրաբեդական պատկամեն առաջ սրդիխոս փոխանցեց առաջնորդ Սրբազան հայրը, որ իր խոր ուրախությունը եւ երախտագիտությունը արտահայտեց նորի սրբության ներկայության համար։ Անշեշտեց, որ վեհապար հայրաբեդին այցելությունը խանդավառություն եւ ներշնչանք կբերե մեր թեմական կյանքին։ Առաջնորդ Սրբազան հայրը նաեւ նշեց, որ Արամ առաջին իր ամբողջ կյանքը նվիրած է Աստծո եկեղեցվո ազգին եւ հայրենիքին, եւ ան դիվ ու քիշեր բարձր գիտակցությամբ կծարայե իր ստանցնած առաքելության։ Աբա իր հայրաբեդական պատկամը հղեց Արամ առաջին Գաթոեգոս։ Մեր եկեղեցվո կյանքի մեջ ամենեն խորհրդավոր ու իմաստալից խորհուրդները մեկը երեխային մգրդությունն է։ Մգրդության ամենեն կարևոր բահը մանուկը ավազան իջեցնել է առաջ հոգեվորականին կողմէ գնքահոր ուղված հարցումն է։ Երեխան ինչ կխնդրե, կարևոր է մանավանդ այդ հարցումին պատասխանը՝ հավատք, հույս, սեր եւ մգրդություն։ Բոլորս ալ ապրած ենք այդ բահը, սակայն բնականաբար չենք հիշեր։ Այս խորհրդով մանուկը կվերածնի եւ կդառնա Քրիստոսի մարմնին անդամ, ինչեւ իսկ մաս կազմելով մեր ազգին ու ընտանիքին։ Իր գդարած հարցատրումներն յետ նորին սրբությունը հագիրճ գերբով անդրադարձավ հիշյալ 3 բարերու իմաստին ու կարևորության մեր քրիստոնեական կյանքի մեջ։ Առաջինը հավատք, քրիստոնեական կյանքին անգյունակարը։ Քրիստոնեությունը ոչ միայն գահավատա Աստծո գոյության, այլ նաև անոր գենարար ներկայության։ Աստված շոշափելի դարձավ մարդու կյանքի մեջ իր միածին որդվին մարտեղացումով։ Քրիստոսը սավ, ով որ զիս տեսավ, իմ հայրս տեսած եղավ։ Ահա քրիստոնեական հավատքի հիմքը։ Երկրորդ հույս, ներքին մղումը, որ մարդը իր անձին սահմաններեն դուրս կմղե դեպի Աստված։ Քրիստոնեական հույսը կենտրոնացած է Քրիստոսի երկրորդ քալուստին վրա, որ ուղղություն եւ իմաստ կուտա քրիստոնյա մարդու կյանքին։ Եվ երրորդ սեր, որ կգազմե քրիստոնեության առանցքը։ Աստված իր էությամբ սեր է եւ մեղավոր մարդուն հանդեպ ունեցած իր սիրով աշխարհ ղրգեց իր միածին որդին։ Առանց սիրո անհնար է հասկանալ քրիստոնեությունը։ Վեհապար հայրաբեդը շեշտեց. հավատք, հույս եւ սեր քրիստոնեական կյանքին հիմքերն են։ Անհնար է պատկերացնել քրիստոնեական կյանքը առանց այս 3 արժեքներուն։ Արամ առաջին անդրադարձավ նաև քրիստոնեական եւ հայեցի դաստիարակության կենսական նշանակության։ Աննշեց, որ այսօր գնքահոր թերը նվազած է եւ այդ պատասխանատվությունը անցած է հայ ընտանիքին, եկեղեցվո եւ դպրոցին։ Ներկա աշխարհը լեցուն է այնպիսի ասացություններով, որոնք կրնան հերացնել մեր երիտասարդները քրիստոնեական արժեքներ են։ Հետևաբար անհրաժեշտ է գիտակցաբարձանոնք դաստիարակել հավատքի եւ սիրո հիմքերով։ Քրիստոնեական եւ հայեցի դաստիարակությունը մեզի համար մեկ ամբողջություն են, ոչ թե դարբեր ուղիներ։ Ազգային արժեքները պետք է ապրին գրոնական դաստիարակության մեջ եւ փոխադարձաբար։ Իր պատկամի ավարտին վեհապար հայրաբեդը իր խոսքը ամփոփեց անգլերենով ուղված հավատացյալներուն։ Նշենք, թե Սուրբ Պատարագին ներկա էին Արևմտյան եւ Կանադայի թեմերու առաջնորդ Սրբազան հայրերը, քահանա հայրեր, ազգային կենտրոնական վարչության եւ ազգային իշխանության անդամներ, քույր միություններու ներկայացուցիչներ եւ հավատացյալներու հոծ բազմությունը։